Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանն է։ Բարև ձեզ, Տիկին Սամսոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Սամսոնյան, Հայաստանի գործող վարչապետը Նիկոլ Փաշինյանը աննախադեպ արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ինչ է սա նշանակում, ակնհայտ է, որ Փաշինյանը ինչ-որ խնդիր է փորձում լուծել, բայց ո՞րն է այդ խնդիրը։ Իշխանության կողմից այո, սա շատ կշռադատված մտածված արշավ է եկեղեցու դեմ եւ այն ունի մի քանի շերտեր ու լուծում է մի քանի խնդիրներ։ Մի խնդիր հաստատ չի լուծում։ Քաղաքական, քրիստոնեական, ազգային, եթե հիշում եք, այս արշավին նախորդեց մի իրադարձություն միջազգային եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համաժողով էր գումարել մեր կաթողիկոսի առաջարկով, որտեղ քննարկվել են Արցախի ոչնչացվող հոգևոր ժառանգության խնդիրները։ Պետք է նշեմ, որ հիմա Ադրբեջանը այս պահին աշխարհում միջազգային մակարդակով դիվանագիտական իրականացնում է Ղարաբաղյան հարցի մաքրապատում, cleaning, այսպես ասեմ, էությունը կայանում է նրանով, որպեսզի հնարավորինս խոչընդոտվեն, արգելվեն բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կապված են այս հարցի հետ, այս հարցի բարձրացման հետ, եւ ըստ էության փորձում է ջնջել Ղարաբաղյան բոլոր հետքերը, այն ինչ կատարվել է 2020 թվականին, 20-ից առաջ, ընդհանրապես, Ղարաբաղի հայկական պատմությունը ջնջել բոլոր հարթակներից եւ պատմությունից։ Եվ սրանում փաստորեն օգնում է նաեւ մեր իշխանությունը, եւ մեր իշխանությունը ոչ միայն ակտիվ դիվանագիտական արշավ չի տանում այս ուղղությամբ, հարցի ուղղությամբ, այլ նաեւ օգնում է, աջակցում է Ադրբեջանին, որպեսզի այդ cleaning-ը ավելի արագ տեղի ունենա, Եվ սա դրա արտահայտումներից մեկն է, որովհետեւ երբ որ հարձակում ես գործում եկեղեցու դեմ, փորձում ես նրան հեղինակազրկել եւ դրանով նաեւ հեղինակազրկել, իսկ մեր եկեղեցին չունի միայն ազգային նշանակություն, եկեղեցին ունի նաեւ միջազգային հեղինակություն եւ այդ հեղինակությունը փորձ է արվում ոչնչացնել։ Մյուս խնդիրը ազգային եկեղեցին որպես ազգային ինստիտուտ ապամոնտաժելու հարցն է, որովհետեւ հիմա Հայաստանում խորքային պրոցեսներ են գնում ցանկացած ազգային ԱԺ-համակարգային երևույթներ արմատախիլ անելու, դրանք փորձելով ինչ-որ նոր բանով լրացնելու, այդ իրական Հայաստան գաղափարախոսության շրջանակներում, բայց դրա նպատակը Հայաստանը հայ ժողովրդին զրկել այնպիսի ազգային միավորումներից, ինստիտուտներից, որոնք կարող են դառնալ միասնականության ուժ եւ կարող են ինչ-որ հույս հավատ տալ, հայ ժողովրդին, այսպես ասեմ։ Եվ այս իմաստով եկեղեցին, որքան էլ ոմանք չսիրեն եկեղեցին ուժ է, մեր ազգային եկեղեցին, եւ կարողանում է ոչ միայն ազգային հարցեր լուծել, այլ նաեւ դրսում լուծել հարցեր։ Եվ խնդիրը դրված է, որ այդ ինստիտուտը պետք է քանդել։ Երկրորդ հարցը, որ սա լուծում է, իշխանությունը ազգայինը վերացնելն է։ Մյուս խնդիրը, տեսեք, մարդիկ երբ որ հավաքվում են միմյանց հետ, սուրճ են խմում, հանդիպում են, քննարկումներ են անում, մարդիկ սկսում են ակամայից խոսել երկրի վատ վիճակի մասին, վատ մթնոլորտի մասին, լճացած տնտեսության մասին, օրեցօր գնաճի մասին, սոցիալական վիճակի, մի խոսքով բոլոր այն երևույթների մասին, որ այսօր կա իշխանության շնորհիվ, եւ որպեսզի թույլ չտալ մարդիկ խոսեն դրա մասին, մարդկանց պետք է տալ ծամոն, որպեսզի նրանք ծամեն։ Այդպիսի ծամոն է օրինակ եկեղեցականների սեռական կյանքի մասին ինչ-որ գրառումները, որոնք շոկային են, սկանդալային են, մարդը կարդում է եւ դա մի քանի օր ինքը պատրաստ է քննարկել, նույնիսկ այն մարդիկ, ովքեր գիտեն, որ դա մանիպուլյացիայի համար է, իրենք եւս այդ ծուղակ ընկնում են եւ սկսում են մի քանի օր քննարկել, ինչ-որ մի հոգեվորականի սեռական բարոյական կյանքը։ Եվ մյուս խնդիրը նաև, որ նախկինները այլևս Նիկոլ Փաշինյանին ուժ չեն տալիս, որպեսզի ինքը կռիվ տա իրենց հետ, Ավելի մեկ այլ հեղինակություն է պետք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կռիվ տա այդ հեղինակության հետ եւ ապացուցի, որ ինքը այդտեղ ուժեղ է։ Եվ այդ հեղինակությունը իշխանությունը գտել է իդեմս եկեղեցու, ում փորձում է կռիվ տալ եւ դրանով ցցվել որպես, չգիտեմ, բարոյական, մաքուր։ Բնականաբար եկեղեցին ունի շատ խնդիրներ,
բայց դրանք դա միայն եկեղեցու գործն է եւ եթե կան հոգեվորականներ, ովքեր շեղվել են իրենց ճանապարհից, հա, ովքեր դավաճանել են իրենց ուսակրոնությանը կամ հավատամքին, այդ հարցը իրավունք ունի քննարկել միայն եկեղեցին եւ ընդհանրապես հոգեվորականները այդ առումով պատասխանատու են միայն Աստծո առջև։ Աստված կարող է նրանց դատու դատաստանի ենթարկել եւ իսկ ով մարտահրավեր է նետում Աստծուն այդ լիազորությունը նրանց խլելու միջև այսօր դա արել է միայն սատանան։ Սա քրիստոնեական տեսանկյունից, հա, մեկնաբանը։ Սրանք են հիմնական խնդիրները, որը փորձում է լուծել իշխանությունը իդեմս Փաշինյանի։ Մենք սրան կարող է մտածենք, մարդիկ կան, ես շատ ծանոթներ ունեմ, որ մտածում են, դե խենթացել է, այլևս չի տիրապետում իրեն, բայց չէ, սրանք շատ խորքային լուրջ գործընթացներ են, որը տանում է մեր ազգային հիմքերի խարխլմանը եւ նպատակ ունի ուղղակի մարդկանց վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ փչացնել, հեղինակազրկել եւ դրանով փորձել ինչ-որ քաղաքական հարցեր լուծել։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ վտանգավոր է, որովհետեւ բոլոր դեպքերում եկեղեցու դեմ կռիվ տալը լավ ավարտ կարող է չունենալ։ Նիկոլ Փաշինյանը եթեներով անգամ մեղադրանքներ է առաջ քաշում վեհափառի դեմ։ Երեք եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ։ Ձեր դիտարկմամբ այդ հայտարարությունը համարժեք էր Նիկոլ Փաշինյանի վարքագծին ու մեղադրանքներին։ Փաշինյանը գրել է 2 նախադասություն, որը շոկի է ենթարկել հասարակությանը։ Եկեղեցին գրել է երկար տեքստ, որը բոլորը չեն կարդալու։ Եվ այդ տեսանկյունից մեզ թվում է, որ դա համարժեք չէ, հա, որտեղ այնտեղ գրված են շատ լավ ձևակերպված նախադասություններ, որոնք բարդ է նույնիսկ ընկալել որոշ մարդկանց համար, հա, ում համար շատ հեշտ էր ընկալելի Փաշինյանի գրառումը։ Այս տեսանկյունից մենք կարող ենք ասել, որ սա համարժեք չէր, բայց մյուս կողմից հասկանանք ուր կտանի, եթե եկեղեցին շարունակի սրել, հա, այս իրավիճակը։ Նաև ուզում եմ նշել մի բան, որ այն հոգևոր սնանկությունը, որը կա, հիմա մենք տեսնում ենք, որը գեներացնում է Փաշինյանը, այդ հոգևոր սնանկության պատասխանատվությունը նաև եկեղեցու վրա է։ Եկեղեցին է պատասխանատու նրա համար, ինչ որ հիմա կատարվում է։ Այսինքն եկեղեցին է նաև պատասխանատու նրա համար, որ մեկ հոգին կարող է այսպես խաղալ իր հեղինակության հետ կամ արժեզրկել, հա, այդ հեղինակությունը։ Ես կարծում եմ, որ եկեղեցին շատ կշռադատված ու զուսպ է իր հայտարարության մեջ եւ հասկանում է, օրինակ կարող էր բանադրել, բայց դա միգուցե ոչինչ չտա։ Ավելի սրի եւ ավելի շատ ֆոն ստեղծի Նիկոլ Փաշինյանի հզորացման, ուժեղացման, հա, որտեվ ինքը հենց դա է ուզում կռվել եկեղեցու դեմ եւ եկեղեցու վրա ուժեղանալ։ Համարժեք չէ միգուցե հայտարարությունը ազդեցիկության առումով, բայց կարծում եմ եկեղեցին այս պահին ավելին անելու դեպքում կարող է սրել այդ հարաբերությունները եւ դրանից միայն կարող են տուժել ազգային պետական գործերը, այսպես ասեմ։ Ինչպես դուք նշեցիք, Նիկոլ Փաշինյանի այդ 2 նախադասությունը եւ դրան հաջորդած իր եւ իր տիկնոջ մի քանի հրապարակումներ իրոք մեծ ցնցում առաջացրին մեր հասարակության մեջ։ Ուրախալի այն փաստը, որ հասարակությունը մեծ իմացամբ կանգնած է եկեղեցու կողքին, բայց նաեւ փորձագետներն են ահազանգում, որ այս ամենը քաղաքացիական պատերազմի է տանում։ Դուք նշեցիք, որ եկեղեցու դեմ դուրս եկողը քրիստոնեական, հա, տեսանկյունից ինքը սատանա է, կպարտվի եւ այլն, բայց հողի վրա հենց ինչ տեղի կունենա։ Իշխանությունները պատերազմ են հայտարարում հայ առաքելական եկեղեցուն, հասարակությունը կանգնում է եկեղեցու կողքին, սրա հետևանքները։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում կարող է լինել քաղաքացիական պատերազմ այդ հողի վրա, բայց կխորանա այն պառակտումը, որը կա, եւ արդեն իսկ խորացել է։ Ինչը եւ պետք է, պետք չէ, նպատակը Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելը չէ։ Նպատակը երկրում հնարավորինս բոլոր շերտերը պառակտելն է, որպեսզի այդ շերտերը միասին աշխատելով չուժեղացնեն այն ինչ ունեն, հա։ Այսինքն այդ շերտերը եկեղեցին, իշխանությունը, չգիտեմ, բանակը, բոլորին պետք է պառակտել, բոլորը պետք է միմյանց հետ լինեն անհամաձայնության մեջ, որովհետև միայն այդ դեպքում դու կարող ես թուլացնել միջև վերջին օղակը, թուլացնել այդ պետության հիմքերը։
Սա է նպատակը եւ սա շատ ուժեղ իրագործվում է այսօր Հայաստանում եւ դրա խավորը իշխանությունն է։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը շատ պաշտոնյաներին ոչ հարիր բառամթերքով են արտահայտվում, հրապարակումներ են կատարում։ Դատախազությունը խուլու համր է ձևանում, բայց օրինակ նույն տրամաբանությամբ մարդիկ, որոնք իրենց բլոգում կամ իրենց եթերներում առավել մեղ բառապաշարով էին օրինակ արտահայտվում իշխանությունների հասցեին, դրանց դեմ քրեական գործեր են հարուցվել։ Հերթական անգամ դատախազությունը արևրևույթ հանցագործությունը, այսպես ասած, անուշադրության մատնեց։ Ինչով է սա պայմանավորված, ստացվում է, որ իշխանություններին ամեն ինչ կարելի է այս երկրում։ Չէ, ստացվում է, որ դատախազությունը իշխանության գործիքն է։ Երբ որ պետք է, այդ գործիքը օգտագործվում է հակառակորդների դեմ։ Երբ որ պետք չէ, այդ գործիքը չի օգտագործվում։ Դատախազությունից որևէ սպասելիք ունենալ այդ առումով, ես կարծում եմ միամտություն է, որովհետև բազմիցս ապացուցվել է, որ դատախազությունը աշխատում է միայն հակառակորդների դեմ։ Գալով այսպես Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսությունը։ Հարց է առաջանում, իսկ ուր մնաց Ռուսաստանի հյուպատոսությունը, որտեղ դրա շուրջ գոնե երկար ժամանակ քննարկումներ էին ծավալվում, իսկ Ֆրանսիայից պատվո հյուպատոսությունը կարծեք թե մեկ գիշերում որոշվեց եւ բացվեց։ Սյունիքը հիմա շատ կարևոր Հայաստանի ամենակարևոր դիվանագիտական անվտանգային առանցքներից մեկն է, հա, այն հաշվով, որ Սյունիքի նկատմամբ կան պահանջներ եւ այդ պահանջներից ելնելով Ադրբեջանը ունի կիրառում է որոշակի սպառնալիքներ։ Ուզում է ճանապարհ, մենք չենք տալիս եւ բնականաբար մենք արդեն հասկացել ենք, հա, որ եթե Ադրբեջանը անընդհատ միջազգային հարթակներում խոսում է մի բանի մասին, այդ բանը վաղ թե ուշ փորձում է նաև ուժով, սկզբում դիվանագիտորեն փաթեթավորում է, լեգիտիմացնում է, հետո փորձում է ուժով լուծել։ Հիմա այդ խնդիրը Սյունիքի ճանապարհն է, եւ բոլորը փորձում են ինչ-որ դիվանագիտական հավասարակշռություն այդտեղ ապահովել։ Այդ հավասարակշռությունը դեռևս ապահովում է միայն դիվանագիտական մարմինների, հա, հյուպատոսան, Իրանը բացեց, Ռուսաստանն է ուզում, Ֆրանսիան բացեց, բայց թե դա որքանով կլուծի Սյունիքի անվտանգային հարցը, ես դա չեմ կարող ասել։ Միգուցե, չգիտեմ, ինձ համար ավելի կարևոր կլիներ կամ ավելի առարկայական կլիներ, որ օրինակ Սյունիքում բացվեր հայ-իրանական հակաահաբեկչական կենտրոն, հա, միացյալ ջանքերով։ Օրինակ դա ինձ համար ավելի առարկայական կլիներ անվտանգային հարցերի լուծման տեսանկյունից, բայց ուղղակի հյուպատոսարան, թե դա ինչպես կնպաստի Սյունիքի անվտանգության ամրապնդմանը, մենք ժամանակի ընթացքում կտեսնենք։ Այսինքն, հասկանում եք, եթե բանը հասնի նրան, որ Ադրբեջանը իր հարցը լուծելու է ռազմական ճանապարհով, ուզում է այդտեղ Լյուքսեմբուրգի հյուպատոսարան լինել։ Այդ հյուպատոսարանը փակվելու է գնա Երևան, եթե այդ վտանգը լինի։ Դրա համար միանշանակ չէ, հա, որ դա ինչ-որ մեծ խնդիր է լուծում, բայց լավ է, որ կա դիվանագիտական մարմինները թող աշխատեն։ Իսկ այս պարագայում արդյոք դա լավ է, որովհետև տեսեք, օրինակ Իրանը բազմիցս հայտարարել է, որ նախ Սյունիքի մարզը, հա, իր համար կարմիր գիծ, օրինակ հայ-իրանական սահմանը իր համար կարմիր գիծ է, իր համար կարևորություն ունի Սյունիքի մարզը, նույն տրամաբանությամբ Ռուսաստանն է մտահոգված արևմտյան ցանկացած ազդեցությամբ կամ ազդեցության մեծացմամբ մեր տարածաշրջանում եւ հիմա ստացվում է Հայաստանը Իրանի եւ Ռուսաստանի մտահոգությունները ուղղակիորեն բերում եւ տեղավորում է Սյունիքի մարզում։ Արդյոք սա ճիշտ մոտեցում է։ Ես այդպես չէի ասի, այստեղ ուղղակի կա շահերի համընկնում։ Եթե մեր եւ Իրանի շահերը Սյունիքի անվտանգության հարցում համընկնում են, ուրեմն նորմալ է, որ կարող են լինել ինչ-որ համատեղ գործողություններ, այդ թվում նաև հյուպատոսարանի բացում։ Բայց այս հյուպատոսարանները իրենք ընդհանրապես ինչ-որ կառույցներ են, հա։ Դրանց ֆունկցիոնալությունը որոշվելու է ոչ թե նրանով, թե նրանք քանիսն են այդտեղ, այլ որոշվելու է նրանով, թե որ երկիրն են ներկայացնում եւ որքանով է այդ երկրի կշիռը մեծ լինելու հայ-ադրբեջանական գործոնում։ Սա է հարցը։ Մեծ է արդյոք Իրանի կշիռը հայ-ադրբեջանական գործոնում։ Ես կարծում եմ, որ մեծ է, որովհետև այսօր միակ խոչընդոտ, նույնիսկ Հայաստանը չէ, հա, Թուրքիան միակ խոչընդոտ Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի բացման համարում է Իրանին։ Կարող ենք ասել, որ Իրանը իսկապես ունի
դերակատարում։ Իհարկե կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ Ֆրանսիան ունի, չի ասում, չէ, Թուրքիան, որ այսօր միակ բանը խոչընդոտողը Ֆրանսիան է, չի ասում։ Այսպիսի հարցեր կան, որ պետք է հասկանալ այդ կառույցների ֆունկցիոնալությունը կախված է նրանից, թե դա որ երկիրն է։ Ուզում ենք 1000 եվրոպական երկրի հյուպատոսարան բացենք այդտեղ, բայց եթե Եվրոպան չունի ազդեցության գործոն, հա, այս հարցում, իսկ Եվրոպան այլևս չունի, որտեղ Եվրոպան ուներ մի խնդիր՝ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչը եւ արվեց։ Հիմա Եվրոպան չունի այլ խնդիր լուծելու այդ հարցում։ Պարզապես Ֆրանսիան մեզ որպես բարեկամ երկիր, ես կարծում եմ սա ավելի շատ բարեկամական քայլ է, քան ռազմավարական։ Տիկին Սամսոնյան, վերջին շրջանում սահմանին կրակոցները մեծ թափ են հավաքել, անգամ թիրախավորվում են բնակավայրերը։ Պաշտպանության նախարարը Հայաստանի Հանրապետության հայտարարում է, որ ադրբեջանցիները ասել են, մենք չենք կրակում։ ԿՊԱ-կան պատգամավորները հայտարարում են, որ եթե մենք էլ կրակոցով պատասխանենք, դա կխաթարի խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Հիմա ինչ է տեղի ունենում եւ ինչու է Ադրբեջանը սաստկացնում իր կրակոցներին։ Տեսեք, փորձագետները օրինակ կարծում են, որ սա պարզապես հոգեբանական ճնշում գործադրելու համար է, որովհետև Ադրբեջանը այլ խնդիր չունի լուծելու, ինչ պահանջում է այս իշխանությունները նրանց տալիս են եւ ռազմական էսկալացիայի գնալու կարիք չկա։ Ես այդպես միանշանակ չի ասի, թարապես գիտեք, թող մտնեն մի քանի տարածք էլ օկուպացնեն, իշխանությունը կասի չկրակենք հանկարծ, որ էսկալացիա չլինի։ Իշխանությունների այս դիրքավորումը շատ վտանգավոր է եւ հենց այս դիրքավորումը կարող է հանգեցնել նրան, որ մի օր շատ հանգիստ կարող են եւ ռազմական հարձակում գործել մեզ վրա։ Այսինքն անընդհատ զիջել ու ցույց տալ, որ դու ինքնապաշտպանվելու որևէ տեղ չունես, դա բացում է դռները թշնամու առջև, ասում է, եկեք, ես պատրաստ եմ, ինչ եք ուզում։ Սա չգիտեմ ինչ անվանում տամ այս քաղաքականությանը, բայց սա շատ վտանգավոր քաղաքականություն է եւ չեմ հասկանում ես իշխանությանը։ Այսինքն դուք չեք բացառում, որ օրինակ այս կրակոցները կարող են հնարավոր ռազմական էսկալացիայի նախերգանք լինել։ Բնականաբար, որտեղ մենք դրա փորձը ունենք, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ սկզբում եղել են այդպիսի էսկալացիաներ, հետո դրան հաջորդել է հարձակումը, հա։ Եվ սա նպատակ է ունեցել ուղղակի Ադրբեջանի կողմից նախապատրաստել, փաթեթավորել, որ Հայաստանը սրում է իրավիճակը, հասցնում է զինված բախման։ Այնպես որ պետք է, այո, շատ զգուշ լինել եւ հասկանալ Ադրբեջանի լեզուն։ Բնականաբար շատ տեղեկություններ մեզ կարող են հայտնի չլինել, հա, դրանք գաղտնի են, փակ են, իշխանությունը կարող է այդ տեղեկություններին տիրապետել, բայց շատ ազդակներ Ադրբեջանից եկող կարելի է հանգիստ հասկանալ ինչի մասին են, որովհետև դրանց փորձը արդեն եղել է եւ նրա ձեռագիրը շատ հասկանալի է այդ առումով։ Տեսեք, այս պայմաններում իշխանությունները զինվորական ծառայության մասին նոր օրենք են մշակում, առաջ քաշում, սա որքանով է նպաստում Հայաստանի Հանրապետության օրինակ զինված ուժերի արդիականացմանն ու մարտունակությանը։ Բնականաբար չի նպաստում, որովհետև նախ զինված ուժերի մարտունակությունը զենքով ու փողով չի, զինված ուժերի մարտունակությունը հենվում է գաղափարի ու սեփական հայրենիքը սիրելու, պաշտպանելու նվիրվածության վրա, հա, այսինքն եթե դա չկա, ինչքան ուզում ես զենք ու զենք մատակարարի կամ չգիտեմ, ինչքան ուզում ես լավ հագցրու այդ զինվորին, եթե ինքը իր հայրենիքը պաշտպանելու ցանկությունն ու գաղափարը չունի, չի ստացվելու ոչինչ։ Հիմա մեր իշխանությունը փորձում է իմ կարծիքով կատարել Ադրբեջանի դեռևս չհայտարարված, չնայած ինչ որ հայտարարություններ եղել են, պաշտոնապես, այսպես ասեմ, հա, պաշտոնապես չհայտարարված պահանջը կրճատել հայկական բանակը։ Հիմա գալ ուղիղ ասել եկեք կրճատենք հայկական բանակը, հասարակության մեջ դա անընդունելի է լինելու։ Դրա համար մտածել են մի բան, որ հասարակության համար շատ ընդունելի լինի, այսինքն չես ուզում ծառայես։ Փողը տուր, մի ծառայ։ Բայց սա տանելու է իհարկե շատ լուրջ հետևանքների, սոցիալական հետևանքների, հա, անվտանգային հետևանքների, երբ որ դու ունես բանակի բարեփոխման ծրագիր
Եվ այդ ծրագրի շրջանակներում ասում ես օրինակ, ինձ պետք է այսքան քանակությամբ մարդ եւ այսքան փող, դրա համար մենք գնում ենք կրճատման։ Այսինքն դու ունես ռեալ ծրագիր, բայց երբ որ դու չունես պրոֆեսիոնալ բանակի ծրագիր եւ գնում ես այդպիսի կրճատման, դա շատ լուրջ հետևանքներ է ունենալու։ Եվ ասաց, որ ինչ որ մեկը պետք է փող տա բանակ չգնա, հա, նստի սուրճ խմի, մյուսը այդ փողով ծառայի ու հայրենիքը պաշտպանի։ Այդպիսի բան չկա։ Հակառակը մենք այնպիսի երկիր ենք, որ պետք է գնանք այն ճանապարհով, որ բանակում ծառայելը պատիվ լինի, որ բանակը լինի այն ինտելեկտուալ ուժեղ տեղը, որտեղ մարդիկ ծնողները ուզեն իրենց երեխան գնա, որպեսզի անցնի դրա միջով եւ դառնա քաղաքացի ուժեղ մարդ։ Եվ բանակին պետք է նայել որպես բանակ ծառայողին եւ պետք է նայել որպես էլիտա, հա, հասարակության շատ կարևոր մի մարդ։ Իդեպ այդ առումով Իսրայելի փորձը շատ լավն է։ Այնտեղ երբ որ դու բանակ ես ծառայում, դուրս ես գալիս, հետո քեզ համար աշխատանքի հնարավորությունները շատ են։ Մասնավոր ընկերություններում, եթե դու բանակ ես ծառայել, քեզ կարող են արտոնություն տալ, բայց ոչ թե նրա համար, որ դու բանակ ես ծառայել, այլ նրանք հասկանում են, որ դու ունես այնքան ինտելեկտուալ բազա, որ դու լավագույնը կարող ես լինել, էլ քեզ կաստինգ անել պետք չի։ Իսկ մեզ մոտ հակառակն է, ուզում ես սարքել ճնշվածների, այդպես չի լինում, այդպես հայրենիք չեմ պահում, հայրենիքը բոլորինն է։ Ես ունեմ տուն, դու ունես տուն, քո տունը ավելի մեծ է, իմ տունը ավելի փոքր է, բայց երկուսիս տունն էլ նույն հողի վրա է։ Երկուսս էլ պարտավոր ենք այդ տան պաշտպանության համար։ Այդպես պետք է լինի գաղափարը, եւ ոչ թե որ փողը տամ գնա իմ մեծ տունը պաշտպանի, չէ։ Դա չի աշխատելու։ Եվ վերջում Տիկին Սամսոնյան, ընդդիմադիր գործիչները իմպիչմենտի գործընթաց էին նախաձեռնել, ընդհանրապես ինչ տեղ ունեցավ իմպիչմենտի հետ, իմպիչմենտ լինելու է, թե չի լինելու, եւ այս պայմաններում մենք ուր ենք գնում։ Հնարավոր ակցիաների, բողոքի ակցիաների, իշխանության հրաժարականի պահանջի, թե 2026 թվականի հերթական ընտրությունների։ Ոչ մի բան էլ տեղի չունեցավ, իմպիչմենտը արհեստական գործընթաց էր։ Նիկոլ Փաշինյանը երկու նախադասությամբ ցրեց իմպիչմենտի ամբողջ մթնոլորտը։ Ով է հիշում հիմա, որ կար իմպիչմենտ, առաջադրվել էր տեխնացու, դա արհեստական գործընթաց էր եւ ընտրություններից 1 տարի առաջ մտնել այդպիսի գործընթացի մեջ եւ լավ հասկանալով, որ դա ավարտ չունի, բայց ունենա այնպիսի ավարտ, որը օգուտ է իշխանությանը, դա նշանակում է մի քանի քվե ավելացնել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ես չգիտեմ դա ում համար է արվում։ Այսինքն մենք նաև պետք է հասկանանք, հա, որ դաշտում ենք իշխանության հետ կռիվ տալիս։ Ես կարծում եմ, որ հիմա իշխանության հետ ընտրություններին հաղթելու կամ իշխանության քվեները նվազեցնելու համար մի դաշտում հետը կարող ես կռիվ տալ մարդկանց տեսնելով, մարդկանց հանդիպելով, մարդկանց հետ խոսելով, մարդկանց բացատրելով։ Մնացած բոլոր գործընթացները մի երկու նախադասությամբ այսինքն մենք կարող են ոչնչացվել եւ վերջ, մարդիկ մոռանալ դրա մասին։ Այսինքն մենք գնում ենք 2026 թվականների ընտրությունների։ Այո, մենք 2026-ի ընտրություններին ենք մոտենում։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ, բայց դրանք բացառապես կապված են լինելու արտաքին քաղաքական իրավիճակների հետ, այսինքն ներքին փորձելու են ինչ-որ ներքին պրոցեսներ գեներացնել, բայց ես վստահեցնում եմ, հիմա ինչ ներքին պրոցես գեներացրին, դա օգուտ է լինելու միայն իշխանությանը։ Դրա համար, որպեսզի դա չլինի, ավելի լավ է այդպիսի պրոցեսներ չգեներացվեն։ Բայց ես վստահ եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը օրինակ կգնա այդպիսի ճանապարհով եւ կփորձի պրոցեսներ գեներացնի, որպեսզի 2026 թվականին լինի նույն պատկերը, ինչ որ 2021 թվականին։ Իրենց սա շատ ձեռք է տալիս, հա, այս պարլամենտը այս վիճակում։ Դրա համար պետք է նույն պատկերը ունենալ 26 թվականին ու հանգիստ նստել կարմիր աթոռներին։ Դե երկրի հետ ինչ կլինի, դա ոչ մեկին հետաքրքիր չի։ Լավ, ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի կարողանա համախմբել, որտեղ ակնհայտ է, որ այս պայմաններում հապառակտված ընդդիմությամբ, դուք էլ նշեցիք, հա, հնարավոր չէ հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Ընդդիմությունը չի համախմբվելու միջև ընտրություններ, որովհետև ընդդիմությունը շատ տարասեռ է, ընդդիմությունը միաբան չէ եւ նույնիսկ ասեմ ընդդիմության, եթե նույնիսկ ընդդիմությունը, չգիտեմ, միավորվի կամ միաբանվի,
Ես չգիտեմ ովքեր են լինելու խորհրդարանական ընդդիմություն, արտախորհրդարանական ընդդիմություն։ Այդպիսի ընդդիմությունը, այդպիսի դաշինքները շատ խոցելի են լինելու եւ իշխանության համար հեշտ է լինելու դրանք քանդել։ Դրա համար թող յուրաքանչյուրը կենտրոնանա իր ռեսուրսների ուժեղացման վրա եւ ինչ որ փոքր ուժեր, այո, անպայման ինձ թվում է պետք է միավորվեն, որտեղ եթե իրենք առանձին գնացին, ձայներ են փոշիացնելու։ Բայց որ ասել ամբողջ ընդդիմությունը միավորվի ինդեմ իշխանության, այդպիսի բան երբեք չի։ Բայց չէ որ կա ընդհանուր թշնամի, ընդհանուր գաղափար եւ տեսլական հայրենիքի փրկության խնդիրն է ի վերջո։ Ընդհանուր, օրինակ իմ եւ չգիտեմ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ իմ չէ, հա, լավ, այլ մարդկանց վերցնեմ ընդդիմության ներկայացուցիչներ, ովքեր կան։ Լավ, առաջին նախագահային Լևոն Տեր-Պետրոսյանին վերցնեմ իրենց ընդհանուր գաղափարները տեսլականորեն նույնը չէ, իրենք տարբեր կերպ են միգուցե մտածում։ Այդ դեպքում էլ եթե դու տարբեր տեսլական ունես, կարող ես ինչ-որ փորձել ընդհանուր եզրեր գտնել, հա։ Բայց ես կարծում եմ դա շատ դժվար է լինելու։ Դաշինքներ կլինեն, բայց միանշանակ ասել, որ այդ դաշինքները հաջողություն են ունենալու կամ իրենք են լինելու Փաշինյանի հիմնական հակառակորդը դժվար է ասել, որովհետև Փաշինյանի հետ պետք է կռվի մարդ, նոր առաջնորդ, մարդ, ով որ կկարողանա Փաշինյանի հետ իր դաշտում կռիվ տալ եւ ունենա ավելի մեծ կարողություններ, քան Փաշինյանի քաղաքական կարողությունները, հա, ոչինչ չկորցնել, լինել լավ ռետոր, իմանալ ինչ ես ուզում եւ կարողանալ դիմակայել Փաշինյանի մանիպուլյացիաներին։ Միայն այս դեպքում կարող է որևէ մեկը հաղթանակ ակնկալել։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես էլ։ Այսօր իմ հյուրը քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։